Եկեղեցի իշխանություն հարաբերություններում լարվածությունը գնալով ավելի է խորանում։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II քրոջ որդու կալանավորումից հետո համացանցում լայն քննարկման առիթ է տվել իշխանական լրատվամիջոցներում տարածված մի հեռախոսազրույցի ձայնագրություն։ Զրույցը վերագրվում է Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղան Աբեղա Երնջակյանին։ Կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Նիկոլի հերն էլ շուն դառնա։ Նիկոլը հարցը Նիկոլը չի։ Բայց ինքը որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի։ Իրավունք չունի։ Ես թույլ չեմ տա։ Որևէ մեկը ընտանիք բառ ասեց, ես շատ կոպիտ եմ այլևս արձագանքելու։ Եվ ոնց որ արձագանքել եմ։ Եվ որպեսզի ես ճիշտ հասկանամ, կաթողիկոսը ինձ ասեց, Նիկոլը մեղքի խորհրդանիշն է, ով որ մեղքի դեմ, այն եկեղեցականը, որ մեղքի դեմ չի պայքարում, նա եկեղեցականի կոչում չունի։ Ըստ իշխանական լրատվամիջոցների խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Ուշագրավ է, որ շուրջ 10 րոպե տևողությամբ ձայնագրությունում Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը չի հակադարձում վեհապարի կողմից քաղաքական գործընթացներին մասնակցելու հրահանգներ տալու մասին Աբեղայի պնդմանը։ Այս առիթով փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանից։ Նա սակայն մեր զանգերն անպատասխան թողեց։ Ավելի ուշ Մայրաթորը հաղորդագրություն տարածեց հերկելով հեռախոսազրույցի իսկությունը։ Այս օրերին ողջ իրավապահ եւ դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնաման քարոզել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Այս ամենին նախորդել էր Արագածոտնի թեմի առաջնորդի ու դիվանապետի կալանավորումը։ Գործը հարուցվել է Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանայի հայտարարությունների հիման վրա։ Նա հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության ցույցերին մասնակցել է իր կամքին հակառակ վերադասի ցուցումով։ Քահանայի հայտարարությունների հիման վրա իրավապահներին հաղորդում էր ներկայացրել իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն։ Կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով տարօրինակ է, որ եկեղեցին չի հերքում ընտրողներին ճնշելու մասին տեղեկությունները։ Եկեղեցին ամեն ինչ ասում է, եւ եկեղեցին եւ մի շարք քաղաքական ուժեր ամեն ինչի անդրադառնում են, բայց չեն ասում, այդ երևույթը եղել է, թե չէ ընտրողների նկատմամբ ճնշումներ եկեղեցու ներսում եղել են, թե չեն եղել։ Մայրաթորը Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորումից հետո եւս ծավալուն հայտարարություն տարածեց, պնդելով, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ հայոց եկեղեցին կազմաքանդելու ծրագրի իրագործմանը։ Ցավալի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը եւ անձամբ երկրի վարչապետը, որ տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Բացահայտ ոտնձգություններ կատարում եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ։ Ըստ այդմ էլ այս ակնհայտ ոչ իրավական քրեական գործընթացների քաղաքական բնույթն ակնառու է դառնում, երբ դրանք անմիջապես հաջորդում են վարչապետի հայոց եկեղեցին թիրախավորող հայտարարություններին։ Դաշնակցական падգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով իրավական գործընթացներ փնտրել պետք չէ իշխանության քայլերում։ Խորացող ավտորիտար բռնատիրական ռեժիմի դրսևորումներ են Հայաստանում, ոչ թե դրսևորումներ, խորացող ավտորիտար ռեժիմի դրսևորումներ են եւ վաղուց է դա սկսվել բռնաճաշումներով, ոստիկանության կողմից հալածանքներով, խաղաղ ցուցարարներին ծեծ ու ջարդի ենթարկելով։ ԿՊԱ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանն Արագածոտնի, Շիրակի ու Տավուշի թեմերի առաջնորդներին քաղբանտարկյալ չի համարում։ Արշավ սկսված է օրինակ այն եկեղեցականների դեմ, որոնք բարձրաձայնել են, դուրս են եկել այդ վանդակներից եւ բարձրաձայնել են այդ արատավոր բարքերի մասին կամ երևույթների մասին, գործելավոճի մասին, որոնք կան բարձրաստիճան հոգեվորականների շրջանում, եւ դուք տեսնում եք, թե ինչպիսի բուլինգի են ենթարկվում այս հոգեվորականները։ Խնդրի առնչությամբ հակասական են նաեւ քաղաքասարակության գնահատականները։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անհերքելի է համարում փաստը, որ հոգեվորականները քաղաքալացյալներ են, իսկ Դանիել Իոաննիսյանը նշում է դեռ ապացույցներ են անհրաժեշտ։ Իհարկե քաղաքական են, սա եկեղեցու դեմ արշավի ուրեմն շրջանակներում է եւ 3 եպիսկոպոս է բարձր հոգևոր
անձանց են ուրեմն առաջնորդների, թեմի առաջնորդների, հասկանում եք, սա թեմի ամբողջ մարզերով դուք եթե վերցրեք, թե սա ինչ է, սա այս ձևը ընտրվել է եկեղեցին քանդելու, վստահ եմ չի հաջողվելու։ Եթե քննչական մարմինները ունեն շեմին բավարարող ապացույցներ, որ այս անձինք կապ են ունեցել այդ արարքների հետ, ապա իհարկե քաղբանտարկյալ չեն։ 1937 թվականի բարքեր են ընդդիմադիրներն այսպես են արձագանքում հոգևորականների ազատազրկումներին եւ զուգահեռներ տանում Փաշինյանի ու Ստալինի կառավարման շրջանների միջև։ Փաշինյանը 3 Factor TV հարցինի պատասխան հեգնանքով խոսեց ընդդիմադիրների մեղադրանքների մասին։ Զարմանքով արձանագրեցի, որ մեր ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր 37 թիվը տեսել են եւ նույն զգացողությունները ունեն։ Որևէ ժամանակաշրջանի համար, չգիտեմ, Վերգիլոս կամ Հոմերոս կարդալու համար պետք է Հոմերոսի ժամանակակիցը լինել։ Ես իհարկե լսեցի այդ պատասխանը, բայց գիտեք, թույլ տվեք, ինչպես ասում են, no comment, որովհետեւ սա ոչ գիտականն է, ոչ էլ հումորի ժանրից է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է միջազգային զեկույցներում այս դեպքերը առանձնահատուկ են ընդգրկվելու։ Ուզում են համատարած դնեն ու մարդկանց այդպես ոչնչացնեն, այսինքն հետո ինչ որ ունի ընդդիմությունը հեռուստատեսություն եւ ինչ ուզում խոսում է, ինչ է խոսում, որ իսկ ով է կանխում այս ամեն ինչը, այս անօրինականությունը, որ երբ որ վարչապետը ինչ օրենք ուզում խախտում է, ինչ ուզում խոսում է, սա երբևէ Հայաստանում այսպիսի իրավիճակ չի եղել։ Մինչ ընթանում է բանավեճ, հոգևորականները քաղբանտարկյալներ են թե ոչ, գլխավոր դատախազությունից արդեն հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա, իսկ ներքին գործերի նախարարությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։